Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու հետ ընտրական գործընթացներում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ներգրավվածությանն ու գրել. «Մինչ մենք միամիտ երևանցիներս մտածում էինք, թե Գյումրվա ջոկերը Մարտունն է, որ պետք է խաղի իտո գտա, պարզվեց Աջապահյանն է գեյմ չենջերի իր առաքելությամբ։ Գյումրվա երբեմնի պռադվինուտի տղերքը բեմից չեն իջնում, ով լինի, որ այս աստղային ժամը բաց թողնի»։ Մեկ այլ գրառմամբ Սաֆարյանը շարունակելով նույն թեման գրել է. «Տնօրներքի, կնունքի, ծնունդի, թաղման ծիսակարգերի գները գիտեինք, բա ռազբորկի, սխոտկի ու աթոռորներքի ծառայությունների գներն ինչ են, Շիրակի թեմի մենյուն ոնց որ թե ավելի հագեցած է»։ Հիշեցնենք, Գյումրու թիմ ընտրությունների արդյունքների ամփոփման պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1% անհրաժեշտ քվեները եւ նախնական վարկածով առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարեն Սիմոնյանը եւ Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Մարտուն Գրիգորյանը դեռ իր որոշումը չի հայտնել։